հարգելի հետևորդներ, կառավարության շենքի մոտ է, ահազանգ եմ ստացել, որ անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանին տեղեկացվել է ձերբակալելու մասին։ Հիշեցնեմ, որ անհետ կորածների ծնողները օրեր առաջ ակցիա էին իրականացնում Պաշտպանության նախարարության շենքի մոտ։ Այս մարդկանց պահանջը շատ կոնկրետ է, շատ հստակ է։ Ասեք մեր երեխաների տեղը, դուք եք տարել, դուք էլ պիտի ասեք։ Բայց փոխարենը այդ մարդկային խնդրին լուծում տա այս իշխանությունը, որոշել եմ, որ պետք է մի բան էլ հերթը հասավ փաստորեն անհետ կորածների ծնողներին, որոշել են արդեն իրենց ձերբակալել, վախեցնել։ Կհիշեք, ազգային անվտանգության ծառայության պետներ Բաքու գնացել, երբ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին, արդյոք այդ հարցը այնտեղ շոշափվել է, ասում էր կգա եւ օրակարգը պարզ կլինի, ինչ օրակարգով է գնացել։ Այդպես էլ չիմացանք, օրինակ անհետ կորածների հարցը Բաքվում քննարկվել էր, չէր քննարկվել, հրապարակային ինչ հաղորդվեց այդ մասին, այդ օրակարգում կար այդ հարցը, չկար այդ հարցը, իսկ այս ծնողները անհետ կորածների արդեն 5 տարի դռնեդուռ ընկած, այս շենքից գնում են այն մի շենք, այսպես բոլոր պետական օղակներով այս մարդիկ շաբաթվա սկզբից անցնում են մինչև շաբաթվա վերջը, որպեսզի իրենց երեխաների գտնվելու վայրի մասին մի լուր իմանան ու փոխարենը այս մարդկանց անցած անգամ եմ ասել, յուրաքանչյուր պաշտոնյա պետք է ծնկաչոք գա այս մարդկանց առաջ, բայց մենք տեսնում ենք, որ անհետ կորածների ծնողների նկատմամբ ինչ է կիրառվում։ Այսօր մենք ունենք զոհված զինվորների հայրեր, որոնք ձերբակալված են, ունենք անհետ կորածների արդեն ծնողներ, այս իշխանության պատկերը դա է եւ ինձ տեղեկացրեցին, որ Աչափնյակի դատարան են տանելու, շուտով կլինեմ այնտեղ, հասկանալու համար իրականում ինչ է կատարվել, կարծում եմ, որ առիթը հենց այդ Պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղ ունեցած ակցիան է, այդտեղից են ինչ-որ բան փորձում հորինեն, գործ կարեն, այն պատկերն է, որ մենք այսօր ունենք եւ գուցե այսպիսի դեպքերը պետք է դառնան մեր հասարակությանը համախմբող, այսպիսի դեպքերը, որովհետեւ այդ ծնողները մեր այսօրվա ապրելու համար իրենց երեխաներին են տվել, զոհվածների հայրերը, մայրերը, անհետ կորածների ծնողները, որոնք 5 տարի փնտրում են իրենց զավակներին, որևէ տեղեկություն չունեն, թեպետ մարդու իրավունքների միջազգային դատարանում կա 80 հաստատված տեսանյութ, որտեղ մեր տղաներին ադրբեջանցի ասկյարները գերության են տանում, բայց մենք այդ 80 տղայից որևէ նորություն, որևէ տեղեկություն չունենք։ Քիչ հետո ավելի մանրամասն ձեզ կտեղեկացնեմ արդեն հավանաբար Աչափնյակից։